Եվ տեղամասային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ասում են ինչ անենք։ Զինվորները մտնում են ներս, այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս, եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը, կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք եւ ասենք տեղամասի դիմաց կանգնած։ Հիմա հարց։ Ընտրատեղամասի պատասխանատուները ձեզ երբ էին ասում, դուք բառացի ասցիք, տեղամասի պատասխանատուները ասում էին ինչ անենք, այդ ձեզ երբ են ասել։ Հետո էլի հարցեր ունեմ սրա հետ կապված, շատ կոնկրետ սպეციფიկ հարց է։ Պարոն Օրբելյան, տվյալ դեպքում, երբ որ ասում եմ ընտրատեղամասի պատասխանատուները ասում են, ես նկատի ունեմ ուղղակի օգտագործում այն խոսույթը, որը որ ընտրատարածքի նախագահի հետ ինձ է ներկայացել, այսինքն ես ընտրատեղամասի պատասխանատուների հետ չեմ խոսել, ուղղակի ընտրատարածքի նախագահը, երբ որ 8-ին պակաս զանգել է, ասել է, որ կան զինվորներ, ընտրողներ, որ կանգնած են դրսում։ Հասկացա։ Իմ արձագանքը կրկնում եմ եղել այն, որ ընտրական օրենսգիրքը ասում է, որ այն ընտրողները, ովքեր որ 20:00-ի դրությամբ կգտնվեն քվեարկության սենյակում, իրենք պիտի հնարավորություն ունենան քվեարկելու։ Մեծ խնդրեմ, վերցրեք սա, հեսա մեծ հաստամ, էլի բարձր դատարանի համար մեծ։ Այդ կարծում եք ձեր ինքնաբացարկի հետևանքներով 4 դատավոր էին քնել, որ 4 օրինակ։ Չէ, բերում են փոքրներն էլ։ Չէ, այդ դեպքում ինչի մեծ ու փոքր։ Մյուս հարցն առաջանում։ Փոքրը տվեք ինձ այո, ուրեմն։ Այս մինյութներ, երկրորդ նյութներ տամ ու հարցը տամ։ Լավ հարցեր, իսկ երրորդ անձին եւ մյուս ներկայացուցիչներին չեք տալիս։ Դա էլ ուրիշ է։ Սա երկրորդն է, այո։ Հիմա որ կգտնեմ ուշադրություն կդարձնենք ով է ահազանգել այս զինվորների մասին։ Առաջին նյութը ուշադրության համար Իվետա Տոնոյանի հրապարակումն է 8:26 րոպե։ 8:26 րոպե։ Երկրորդը հրապարակումը Ազատության ամսի 7-ին, որտեղ գրված է, որ այս երկու խնդիրներն էլ կա, 10:09 հաջորդ օրն է հրապարակված։ Հիմա ինձ կբացատրեք, ով է ահազանգել այս հարցը ձեզ, եւ հետո հաջորդ հարցը ունեմ։ Ով է սրա մասին ձեզ բարձրաձայնել, որ այս խնդիր կա։ 8:26 րոպեի Վիտա Տոնոյանն է գրել, լրագրողներն են գրել, ես այդ ժամանակ դատարանում կալանքի նիստի էի, նորություններ էր անընդհատ գալիս հեռախոսիս մեջ, որ բոլորը բարձրաձայնում են, զինվորականները շարունակում են քվեարկել։ Պարոն Օրբելյան, ես իմ խոսքում ամբողջ եղելությունը ներկայացրեցի։ Որ եղել է ահազանգեր, ավելին մենք նույնիսկ ամսի 8-ին, երբ որ այդ իմ ասուլիսից էի կտոր ներկայացնում, այդ ժամանակ նույնիսկ ասել են, որ այո կա խնդիր եւ խնդիրը պիտի գնահատենք։ Եվ գնահատել ենք եւ որոշում ենք կայացրել։ Հիմա այստեղ խնդիրը, այսինքն խնդիր չի եղել մենք Չէ, ասել եք ուղղակիորեն, այն վերջնական ակտով, որ պետք է գնահատենք, հաստատ իրավական գնահատական է ստանալու։ Մի հատ փաստաթուղթ էլ տարածեմ ու Սա երկու ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովների անդամներն է։ Այդ որ ասում եք ԿՊ-ն է մեղավոր, սրա համար է ասում։ Երկուսի հանձնաժողովին էլ նշանակել է ԿՊ-ն։ Երկուսի հանձնաժողովի նախագահները խոսել են հանձնաժողովի ինչ որ մի փուլում խոսել են նախագահի հետ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Խնդիր չի տեսել, բարձրաձայնված է, որ այդտեղ պահանջել են, որ բաց թողնեն։ Հարցս հետևյալն է։ Այս գործընթացում, որ զինվորները մտել են եւ քվեարկել են, ԲՀԿ-ն որևէ անելիք ունեցել է թե ոչ։
Այս իրավախախտման մեջ որևէ մեղավորության գոնե պստիկ աստիճան ԲՀԿ-ն ունեցել է թե ոչ, եւ արդյոք կար գործողություն, որ ԲՀԿ-ն կարող էր իրագործել, որը չի իրականացրել այս գործընթացների երկու տեղամասերում տեղի ունեցող իրավախախտումները կասեցնելու ուղղությամբ։ Ինչ կարար աներ հավելյալ։ Հարցեր։ Ոնց ուզում եք, եթե տեղից բարձր դատարանը թույլ կտա։ Ու այդ հանձնաժողովի անդամները բացի նրանից, որ ԿՊՆ նախագահն, ինչպես գիտեք, ԲՀԿ-ն չունի նշանակած անդամ որևէ ձևով, ինչքան էլ մենք պնդենք դրանք անկախ անդամներ են, ինչ են, ամեն դեպքում ԲՀԿ-ն չի ունեցել հնարավորություն ավելի արեստավարժ մասնագետ նշանակի, ով որ կկարողանար որպես հանձնաժողովի նախագահ խնդիրը լուծել։ Պարոն Օրբելյան, ԲՀԿ-ն չի ունեցել հանձնաժողովի անդամ, որտեղ ընտրական օրենսգիրքը ասում է, որ հանձնաժողովի անդամ նշանակում են խմբակցությունները եւ ընտրատարածքային հանձնաժողովը։ Դրա դեպքում ձեր ներկայացրած մի դեպքում նախագահ ԿՊԻ-ից է քարտուղարն է Հայաստան խմբակցությունից, մյուս դեպքում էլի նախագահ այսինքն պատիվ ունեմից կա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի իսկ եւ ճիշտ է։ Իմ հարցը ինձ թվում է վերջի հարցն եք իմա տալու միջև։ Իմ հարցը հետեւյալն է, բարձր դատարան, ասում եմ ԲՀԿ-ն տվյալ իրավախախտման տեղի ունենալու հետ կապված կամ խոչընդոտելու որևէ հնարավորություն ուներ կամ մեղավորություն ունի թե չէ։ Այսինքն ինչ որտեղ կա պնդում, որ ԲՀԿ-ն ինչ որ բան արել, որ դուք ուզում եք Պարոն Օրբելյան, պնդում չկա, հարց եմ տալիս ընդհանրապես բարձր։ Ես ուզում եմ հասկանամ, այսինքն ինչ կապ ունի ԲՀԿ-ն այս կոնկրետ տեղամասերում տեղի ունեցած ԲՀԿ-ն այս հետ։ Պատասխանը եղավ։ Հա, կապ չունի, հասկացանք։ Այսինքն մի հատ հարցի հնարավորություն էլ ունեմ, թե։ Մի հարցի հնարավորություն ունեք, չնայած ձեր հարցերը ճիշտ ասած։ Չէ, ես մեկ էլ շարունակ։ Մի 3 րոպեվա մեջ պետքա տեղավորվեք։ Հա, բարձր դատարան հաջորդ հարցը հետեւյալն է։ Նոր կարող է տպավորություն լինի, թե կրկնվում եմ, բայց հարցը հետեւյալն է։ Եթե 3 չեմ ասում, 2 ընտրատաղամասերում անվավեր չճանաչվեր։ Կամ լավ, բերեք ուրիշ հարցն որ արա գլնի։ Որևէ այլ միջամտության խնդիր, որ ինչ որ մեկը ուղղորդել է ԲՀԿ-ին քվեարկել, որ այնտեղ ինչ որ ձևով ԲՀԿ-ն ակտիվ է եղել, որ այդ զինվորները ուղղորդված ԲՀԿ պետք է քվեարկեին, նման տեղեկատվություն ունեք, տիրապետում եք։ Պարոն Օրբելյան, տվյալ տեղամասերում քվեարկության օրինականությունը գնահատվել է այն արձանագրությունը, որ կա